Բարև ձեզ, եթերում update լրատվականն է, ես Ալիս Մելիքսեթյանն եմ, առաջարկում եմ թարմացնել օրվա լրահոսը։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Արիստիդ Տապսոբան, նստավայրը Մոսկվա։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Տապսոբային նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն և արդյունավետ գործունեություն իր շահ երկու երկրների հարաբերությունների զարգացման։ Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել համագործակցությունը Բուրկինա Ֆասոյի հետ փոխադարձ հետաքրքրություններ կայացնող ուղղություններով, ընդգծելով հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, կրթության և առողջապահության ոլորտների ներուժը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Խորապես վշտացած եմ Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակումից։ Սրտանց ցավակցում եմ զոհերի ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը, դրա բոլոր ձևերով։ Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են։ X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը։ Առնվազն 28 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիր նահանգներում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Տեղական կառավարության ղեկավար Օմար Աբդուլան սակայն նշել է, որ զոհերի թվի մասին պաշտոնական ճշգրիտ տվյալներ դեռ չկան։ Տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։ Հարձակումը տեղի ունեցել Պահալգամ քաղաքում, որտեղ եղել են մեծ թվով զբոսաշրջիկներ։ Զինյալների խումբը կրակ է բացել նրանց վրա։ Զբոսաշրջիկները հիմնականում հնդիկներ են եղել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։ Ցնցված ենք Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունից։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտապույտ ապաքինում։ Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի, ասվում է արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Գնանք կառավարություն։ Կառավարության նիստն էր այսօր, որտեղ խոսվում էր քրեական ենթամշակույթի մասին։ Քրեական ենթամշակույթը մեր հանրության որոշ շրջանակներում երբեմն դիտվում է որպես տղաներին ուժեղացնող գործոն, սակայն իրականում այն բոլոր առումներով թուլացնում է մարդուն։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի կառավարելի է դառնում և կորցնում մրցունակությունը թե աշխատանքի շուկայում, թե տարբեր հասարակական հարաբերությունների շրջանակում։ Ուզում եմ ես ձեզ ասեմ հետևյալը նաև հազար ներողություն եմ, 1000 անգամ ներողություն եմ խնդրում այս հիշատակումը անելու համար, նաև որպես մի մարդ, որ ժամանակ է անցկացրել քրեակատարողական հիմնարկներում, մեր հանրության շրջանում տենց ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը, ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Սա ամենամեծ մոլորությունն է, որ մեր երեկանության մեջ խոսք կա, չէ, դե տղա է, ոչինչ, թող մի քիչ էլ տենց բան։ Իրաց թվում է, թե այդպիսով տղաներ ուժեղանում են։ Այդպիսով տղաները թուլանում են, բոլոր առումներով թուլանում են։ Զրկվում են կամքից, զրկվում են խելքից, զրկվում են ինքնուրույն մտածելու և մտածողության սեփական բանաձևեր ունենալու բանից հնարավոր ինչքան մարդը քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է։ Ինչքան քրեական իր մտածողության ձևերով, ինչքան քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում, աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ։ Սա ինձ համար աքսիոմ է եւ ինձ համար տեսական թեստ չի սա, այլ մի բան է, որ ես գիտեմ եւ տեսականորեն եւ գործնականում։ Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է եւ ես իհարկե ուրախ եմ, որ մեր մոտ
աղջիկները ավելի ակտիվ են կրթության ոլորտում, բայց ես մտավախություն ունեմ, թե նաև այդ առավելությունը այս երևույթի պատճառով է, որ տղաների անբնական պասիվության քրեական ենթամշակույթի բերումով պասիվության արդյունքում է եւ ես կարծում եմ, որ այստեղ մենք էլի քաղաքականություններ մշակելու անհրաժեշտություն ունենք։ Ոնց անենք, որ տղաներին ավելի մոտեցնենք գիտելիքին, կրթությանը, սկսած եւ ընդհանրապես հանրային կյանքին էլ, այս տրամաբանությունն էլ է շատ կարեւոր։ Ես օրինակ երկար ժամանակ հիմա իհարկե համոզված եմ նախարարության ջանքերով, երկար ժամանակ, երբ որ մենք պարզ ամենապարզ օրինակն եմ բերում, երբ որ մենք քաղաքականություն որդեգրեցինք, որ օրինակ գնում ենք դպրոցներ, դպրոցների բացման եւ այլն, ասենք որ ինչի պետք է ինչ-որ պատահական կիսաանվորակ YouTube-ներից ստանդարտից դուրս պետական օրներգի ձայնագրություն միացնենք, երեխաները թող երգեն։ Եվ 1, 2, 3, 4 ես նկատում եմ, որ երգչախմբում միայն աղջիկներ են։ Ինչն է սրա պատճառը։ Որովհետև երգչախմբում երգելը հասկանում եք, դե բա ոնց երգչախմբում երգել։ Այստեղից սկսվում է երգչախմբում երգել, աշխատախմբում աշխատել, դասարանում սովորել, բուհում սովորել, ոնց գնացել եք բուհում փոխանակ դուրս գաք տենակ, ինչ կա հայատներում, կողքի բաներում, սադերում, բանում պրոցեսներ են գնում, դուք գնացել եք բանում, լսարանում նստել եք ու սկսվում է դեգրադացիան։ Այդ հետո իր հետ գնում է բանակ։ Այդ հետո արտահայտվում է բանակի գործունեության տարբեր ձևերում, չասենք որ ձևերում հերթական անգամ բան չենք, մազոխիստ չենք, մենք եկեք մեզ ինքներս չխոցենք։ Ու տենց շարունակ, բայց ես ինչի համար եմ սա ասում։ Ժորժ ջան, պետք է առերեսվել այս խնդրի հետ։ Վարչապետը խոսեց նաև այնպիսի խնդիրներից, որոնք ի հայտ են գալիս դեռ մանուկ հասակից, մասնավորապես այն, որ մանկահասակ երեխային հայհոյանք են սովորեցնում, բռնություն, գենդերային խտրականություն, կարծրատիպերի պարտադրանք։ Չեմ հասկանում, որտեղից է գալիս փոքր տղաներին հայհոյանք սովորեցնելու մշակույթը, նշում է վարչապետը։ Ես օրինակ այդ բանը ինձ զարմացրել է միշտ, ես տենց էլ չեմ կարողանում հասկանամ, դա որտեղից է ծագում եւ ինչից է գալիս փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Ասենք որ մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփվում են, մեկ է արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Վարչապետի խոսքով բանակում պրոբլեմների մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ վերաբերմունքի կուլտուրայից։ Հայաստանում տղամարդու համար ավլելն ամոթ է։ Խնդիրը տղամարդու մասին չէ, միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելն ամոթ չէ, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է ամոթ լինել, մահացու մեղք համարվել։ Հետո ասում են, բա բանակում այդ ոնց եղավ։ Ու մինչ կառավարության նիստին քննարկվում էր քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը մեր հասարակության վրա, արտակարգ միջադեպ է տեղի ունենում թիվ 38 երթուղային սպասարկող վարորդի եւ մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Այս մասին տեղեկացրել է Երևանի ավտոբուսի մամուլի քարտուղար Գեգամ Ասատրյանը։ Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։ Երևանի ավտոբուսի վարորդը տեղափոխվել է թիվ առաջին համալսարանական հիվանդանոց, գրել է Ասատրյանը, այլ մանրամասներ չեն հայտնում։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Զրուցակիցների քննարկումների առանցքներում եղել են Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին։
ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվիրակության անդամները ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում ենք Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին և ներքաղաքական թեմաներին վերաբերող հարցեր։ Եվ կրկին վերադառնալով կառավարության նիստին, նոր ուղղություններից դեպի Զվարթնոց և Շիրակ օդանավակայաններ ուղևորափոխադրում իրականացնող ավիաընկերությունները պետական աջակցություն կստանան։ Ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներին կտեղափոխեն դեպի Երևանի Զվարթնոց և Գյումրու Շիրակ օդանավակայաններ։ Այդ մասին կառավարության ապրիլի 23-ի նիստին ասաց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացման ուղղված աջակցության ծրագիրը։ Հայաստանի գործող իշխանությունը երբեք չի ուրացել և չի պատրաստվում ուրանալ հայոց ցեղասպանությունը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Իրական Հայաստանում ցեղասպանությունը երբևէ տեղ չպետք է ունենա, առհասարակ Հայաստանում այլևս երբեք ցեղասպանություն չպետք է լինի, ասել է նա։ Անդրադառնալով 2023-ին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանը, Ալեքսանյանը շեշտել է, որ իրական Հայաստանում այլևս երբեք նման բաներ չպետք է լինեն։ Ալեքսանյանը այս գրառումը կատարել է ընդդիմության կողմից ակտիվորեն լուսաբանվող ամենամյա ջահերով երթին ընդառաջ։ Ինչու է ջահերով երթը որպես գործող իշխանության դեմ քաղաքական ակցիա իրականացվում, թեմային հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, ողջունում ենք ձեզ, փոխանցում եմ խոսքը։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ։ Ամեն տարի ապրիլի 23-ի երեկոյան արդեն ձևավորված ավանդույթի համաձայն ջահերով երթ է ընթանում Երևանի փողոցներում, հազարավոր հայրենակիցներ, ովքեր իրենց մեջ կրում են հայ ժողովրդի մեծագույն ցավի հիշողությունը, դուրս են գալիս փողոց, ջահերով քայլում են դեպի Ծիծեռնակաբերդի բարձրունք, կարծես ազդարարելով վերածնունդ, կարծես ամբողջ աշխարհին ապացուցելով, որ մենք կանք ու ավելին մենք շատանում ենք։ Ցեղասպանության ուրվականը այնպես չէ, որ 100 և 10 տարի են ճյուղեկցում է մեզ։ Ցավոք սրտի պատմությունից դասեր չքաղելու, կուսակցականացվելու ու օտարամոլության ձգտումների մեջ մենք բոլորովին վերջերս հերթական անգամ ազգովի մի մեծ ողբերգություն ապրեցինք։ Պատմությունը դա ծանր դաս է, որ ոչ բոլորն են կարողանում սերտել, բայց այսօրվա մեր քննարկումը ոչ թե դասի մասին է լինելու, այլ այն որդի, որը ապրում է մեր մեջ ու վաղուց արդեն ուտում է մեզ ներսից։ Հիմա հերթով, ինչպես ասացի, հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակներում արդեն տևական ժամանակ է ինչ կազմակերպվում է ջահերով երթը։ Ու ես դիտմամբ չեմ նշում կառույցի անունը, որ կազմակերպում է, որովհետև դա այդքան էլ էական չէ։ Հայ ժողովրդի մեծագույն ցավին նվիրված ակցիան չպիտի ունենա, ճակերտավոր ասենք, հեղինակ։ Այն պիտի լինի լուռ, համեստ, բայց միևնույն ժամանակ այնքան խոսուն, որ ի երկմտության տեղ պարզապես չթողնի։ Բայց ցավոք պիտի նշեմ, որ մեզ մոտ այդպես չէ։ Մեզ մոտ անգամ այս մեծագույն ողբերգությունն է քաղաքականացվում։ Ովքեր կազմակերպեցին, ով եկավ, ով չեկավ, ում կողքին կանգնեցին, ներկա իշխանության ներկայացուցիչներից մարդ կար թե չկար, նախկիններից ով էր եկել եւ այսպես շարունակ։ Ու ավելին, եթե անգամ դու, որպես հայ մարդ, հարգելով քո նախնիներին, դուրս ես գալիս լուր քայլելու եւ գնալու Ծիծեռնակաբերդ, չի բացառվում, որ քեզ քաղաքական այս կամ այն ճամբարի աջակից որակեն, այնինչ դու պարզապես հարգում ես նախնիներիդ հիշատակը։ Էժանակին փորձերել են արվելու, անշուշտ, կեղծ թեզերել են առաջ բերվելու, որ իբր դուրս գալով փողոց ու ջահ բռնելով ներկա իշխանություններին պիտի ապացուցվի, չգիտեմ ինչ պիտի ապացուցվի։ Ինչ ապացուցելու էր վաղուց ապացուցված է հարյուրավոր ժապավեններով, նկարներով, տեսաերիզներով, տասնյակ բարձրաստիճան ականատեսների ու դիվանագետների, դեսպանների ու վերջապես տուն ու տեղ հարազատ ու զավակ կորցրած մեր հայրենակիցների հուշերով։ Իմ նախնիներն էլ Բիթլիսից էին, մեր ազգանունն էլ ամենևին Մնացականյան չէր, այլ Ունուզյան, որ ցեղասպանությունից փրկված մնացական պապի անունով էլ մենք դարձանք Մնացականյան, ու ես վստահ եմ այսպիսի տասնյակ այլ պատմություններ կան։ Հիմա, եթե ինչ ես դուրս գամ ջահերով երթի
ու ինձ հետ նույն շարքում լինեն ձեզ քաչ հայտնի քաղաքական դեմքեր, ինչ է ստացվում։ Ես աջակցում եմ նրանց դաշնակիցն ու զինակիցն եմ, ոչ, իհարկե ոչ, բայց խնդիրը այն է, որ մեր խեղված իրականության մեջ մեդիան իր գործը կանի, կպիտակավորի, մեկնաբանություններ կտա անպայման, երանգներ կհաղորդի, ամեն մեկը չի, որ կարող է դիմանալ այդ ամենին։ Տեսեք, ի հեճուկս իշխանությունների նրանք եկան, որոշ ներկայացուցիչներ կարող են ասել, եւ այդ ամենը ցույց կտան որպես քաղաքական ակցիա։ Մի խոսքով, այս տրամաբանության մեջ կարող ենք շատ խոսել, բայց խնդիրը այն է, որ ապրիլի 24-ը այն բացառիկ օրն է, երբ ամեն մեկս առանց պիտակի, առանց քաղաքական հայացքի պիտի բարձրանանք լուր Ծիծեռնակաբերդի բարձրունք ու մեր հարգանքի տուրքը մատուցենք հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ոչ թե կոչերով հանդերձ գանք, հետո մարդկանց զգացմունքների վրա քաղաքական դիվիդենտներ հավաքենք, այլ պարզապես լուր հարգենք այս օրը։ Դա պարզապես ամոթ է, դա ամոթել չի, դա խայտառակությունն է, ցեղասպանության տարելիցը դարձնել առևտրի առարկա։ Չնայած մյուս կողմից չեմ զարմանում, զարմանալ պետք չէ, որովհետև առնվազն 7 տարի Լոս Անջելեսում հեղինակել եմ փաստավավերագրական նյութեր հենց այս թեմայով, ապրիլի 24-ին հայկական գրեթե բոլոր հեռուստաալիքներով եթեր գնացող վավերագրական պատումների հեղինակը ես եմ եղել ու նկարահանումների ժամանակ անձամբ տեսել եմ, թե ինչ է կատարվում, ինչ մթնոլորտ է տիրում, այս բարձրաստիճան պարոնների հարաբերություններն եմ տեսել։ Օրինակ եկեղեցականները, որ եկեղեցական էին, անգամ նրանք ընդհանուր լեզու չէին կարողանում իրար հետ գտնել, վիճում էին, ով է առաջինը խոսելու, առաքելականը թե կաթողիկեն, մեծընտան Կիլիկիոն թե մյուս ներկայացուցիչ եւ այսպես շարունակ։ Բավանդական կուսակցությունները Աստված են։ Ավանդական կուսակցություններն էլ իրար հերթ չէին տալիս, ով է ավելի փոցավառ ելույթ ունենալու, ու այսպես շարունակ։ Ու երբ փորձեցի միջամտել, առաջարկեցի բարեկամներ, այս կարևոր օրով ինչ կլինի, եթե միասին, միահամուռ կանգնեք եւ ինքներդ միասին խոսք ասեք իրար կողք կողքի կանգնելով, ստացա միանշանակ ու անվիճարկելի մերժումը։ Հետո ամեն ինչ պարզ դարձավ։ Հիմա էլ մայր հայրենիքում եմ այս տեսարանը տեսնում։ Ընդդիմությունը կոչ է անում մասնակցել ջահերով երթին իշխանությունների, կներեք այս բառից համար, ինադու։ Չեմ հասկանում, սա ինչ տրամաբանություն է։ Այսենց էլ կրկին ինադու էլ քանդեցինք մեր երկիրը։ Ու սա նոր բան չէ։ Պատմության մեջ եթե նայենք, այնքան են գոռացել ցեղասպանություն ու հայրենազրկում, որ բոլորովին վերջերս հերթական հայրենազրկումն ու ցեղասպանությունն ու էթնիկ զտումը ստացանք։ Ու ով դատապարտեց, ով կանխեց, ով ինչ ասեց ընդհանրապես։ Ահա եւ Սահյանի ասած անverջ անշարժ մեր երթը, որտեղ մեզ վաղուց արդեն բացակա են դրել։ Խոնարհումս ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին, իսկ դուք հարգելի բարեկամներ, մտածեք այս ուղղությամբ։ Շարունակում ենք թողարկումը։ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի հանդամասում հայտնաբերված նորահայտ վիշապաքարը դասվում է հնագույն Հայաստանի պատմամշակութային կարևոր հուշարձանների շարքում ու իր կերտվածքով լիովին նման է մշակութային նույն միջավայրում Գեղարքունիքի մարզում տարածված ցլակերտ վիշապակոթողներին։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Այն ստեղծվել է միջին կամ ուշ բրոնզի դարաշրջանում մեզանից մոտ 3,5-ից 4 հազարամյակ առաջ։ Մինչ այս Գեղարքունիքի մարզում հայտնաբերված ցլակերտ կամ ձկնակերտ վիշապաքարերը տեղադրվել են ջրի ակունքներին մոտ, խիտ բնակեցված տարածքներում կամ դրանցից անդին ու վերահսկել են սրբազան կետերը։ Նման վիշապաքարեր տարբեր տարիների ընթացքում ու տարբեր հնագետների կողմից գտնվել են Վարդենիսի, Գեղամա Սևանի, Արեգունու լեռնաշղթաների արոտներում կամ բարձրադիր գոտիներում։ Վիշապաքարը տեղադրված է եղել Գեղամա լեռնաշղթայի սարահարթերից մեկում Սևանա լճից շուրջ 1,5 կիլոմետր հեռավորությամբ հնագույն բնակատեղիի տարածքում, որի շրջակայքում առկա են մի քանի ամրոցներ, դամբարանադաշտեր, բնակավայրեր, մատուռներ ու վանքեր, մի քանի տասնյակ խաչքարեր, գրում է մարզպետը։
Ազգային անվտանգության ծառայության գործընկերներից ստացած օպերատիվ տվյալները քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներին իրացրել են ապրիլի 15-ին ժամը 18:45-ին Մայրաքաղաքի Փիրումյանների փողոցում ձերբակալվել եւ Toyota Magnişi ավտոմեքենայով վարչություն տեղափոխվել է Ալմավիր քաղաքի 2 եւ Գորիս քաղաքի 1 բնակիչ։ Ազգային անվտանգության ծառայության գործընկերներից ստացած օպերատիվ տվյալները քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 15-ին ժամը 18:45-ին Մայրաքաղաքի Փիրումյանների փողոցում ձերբակալվեցին եւ Toyota Magnişi ավտոմեքենայով վարչություն տեղափոխվեցին Արմավիրի մարզի 2 եւ Գորիս քաղաքի 1 բնակիչ։ 30-ամյա Գորիս ցուխուզարկությամբ հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված կար, մյուսում կպչուն ժապավենով 66 փաթեթ լցված ընդհանուր մոտ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով։ Toyota-ն տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Միջազգային լրահոսի հերթն է, որը կներկայացնենք տեսաշարով։ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հետաձգել են ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ Լոնդոնում պլանավորած հանդիպումը այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն։ Փոխարենը քննարկումներ կանցկացվեն 5 երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև։ Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցը հայտնել էր, որ Լոնդոնում կայանալիք հանդիպմանը ԱՄՆ-ն պետք է ներկայացնի 7 կետից բաղկացած կարգավորման ծրագիր, որը ներառում է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 22-ին մերժել է առաջարկը։ Զելենսկիի այս հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է իր ուղևորությունը Մեծ Բրիտանիա։ Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ապրիլի 23-ին պետք է հանդիպեին Լոնդոնում, քննարկելու պատերազմի խաղաղ կարգավորման հարցը։ Եթե ԱՄՆ-ն խուսափի անհնարին պահանջներից, մենք կարող ենք համաձայնության գալ։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները ճիշտ ուղու վրա են, բայց դեռ վաղ է դատել։ Մենք զգուշավոր լավատես ենք եւ եթե ամերիկյան կողմը շարունակի կառուցողական մոտեցում ցուցաբերել եւ խուսափի անիրատեսական եւ անհնարին պահանջներից, ապա ես վստահ եմ, որ մենք ի վերջո կարող ենք լավ համաձայնության գալ, ասել է Արաղչին, որն այս օրերին գտնվում է Չինաստանում։ Նա հավելել է, որ Չինաստանը միշտ կառուցողական դիրքորոշումներ է ունեցել եւ աջակցել է տեղի ունեցող բանակցություններին։ Արաղչիի խոսքով Չինաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկխոսության գործընթացին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվելուց հետո հայտարարել է, որ ցանկանում է Իրանի հետ նոր միջուկային գործարք կնքել, իսկ հակառակ դեպքում ստիպված կլինի հարվածել Իրանին։ Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցինփինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Պետական այցով Չինաստանում գտնվող Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Չինաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Ադրբեջանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարության համաձայն Բաքուն եւ Պեկինը վճռական աջակցություն են ցուցաբերում երկու երկրների հիմնարար շահերի ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Ըստ հայտարարության տեքստի Չինաստանն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին, բացի այդ կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել կապերը կառավարությունների միջև, համագործակցել առևտրի, տնտեսության, ներդրումների ոլորտներում, բանակցություններ սկսել ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ, խորացնել համագործակցությունը արդյունաբերության, վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտներում։ Ապրիլի 22-ից 24-ը Իլհամ Ալիևը Սի Ցինփինի հրավերով պետական այցով գտնվում է Չինաստանում։
Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանի Զորամասի զինամթերքի պահեստում ապրիլի 22-ին պայթյուն է տեղի ունեցել անվտանգության պահանջների խախտման պատճառով։ Տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Որոշում է կայացվել մարդկանց տարհանել Զորամասից, 7 բնակավայրից եւ 12 ամառանոցային ավանից։ Վլադիմիրի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը հայտնել է, որ զինամթերքի պայթյունից հետո Կիրժաչի շրջանի արտակարգ իրադրության գոտուց 495 մարդ է տարհանվել ժամանակավոր տեղակայման կետեր։ Ավդիևը նաև տեղեկացրել է, որ տուժել է 4 մարդ, որոնցից 3-ը հոսպիտալացվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Իր հերթին ապրիլի 23-ին Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ այս պահին երկու կետում տեղավորված է 533 մարդ, այդ թվում նաև 15 երեխա։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունում նշում են, որ մասնագետները հոգեբանական օգնություն եւ աջակցություն են ցուցաբերում տեղավորման բոլոր կետերում։ 2024 թվականին Ռուսաստանի դատարանները կայացրել են օտարերկրացիների արտաքսման մասին 174,000 վճիռ, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 9 տարվա ընթացքում։ Այդ մասին են վկայում Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանին կից դատական գերատեսչության վիճակագրության տվյալները։ 2024 թվականին դատավորները կայացրել են 174,000 վճիռ վարչական պատժի մասին արտաքսման ձևով, ինչը 1/3-ով ավելի է, քան 2023 թվականին, երբ նման որոշումների թիվը եղել է 129,700։ Դատարանի վիճակագրության համաձայն արտաքսման մասին վճիռների մեծ մասը, ավելի քան 140,000-ը, դատարանները կայացրել են Ռուսաստանի Դաշնության մուտքի կամ երկրում մնալու կանոնների խախտման համար։ 21,000-ը օտարերկրացիների կողմից աշխատանքային գործունեության անօրինական իրականացման, իսկ 131-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ այլ խախտումների համար։ Վաշինգտոնի շրջանային դատարանը ԱՄՆ վարչակազմին պարտավորեցրել է վերականգնել ԱՄՆ պետական գլոբալ զանգվածային լրատվամիջոցների գործակալության աշխատանքը, որի լրատվամիջոցները ֆինանսավորվում են կառավարության կողմից ամերիկյան արժեքները աշխարհում տարածելու համար։ Ապրիլի 22-ին համապատասխան վճիռը կայացրել է դատավոր Ռոյս Լեմբերտը, որը քննում է Ամերիկայի ձայն պետական ռադիոկայանի աշխատակիցների հարուցված հայցը ԱՄՆ կառավարության դեմ։ Լեմբերտը ԱՄՆ գործադիր իշխանությունից պահանջել է վերսկսել Ամերիկայի ձայնը, ինչպես նաև Ազատ Ասիա ռադիոկայանի եւ Մերձավոր Արևելք հեռարձակվող ցանցերի աշխատանքը։ Այնուամենայնիվ դատարանի ներկայիս վճիռը միջանկյալ է եւ հայցվորները, որոնց թվում է Ամերիկայի ձայնի տնօրենը, ողջունել են այն, բայց նշել են, որ սպասում են ԱՄՆ վարչակազմի բողոքարկմանը։ Երեքշաբթի կեսօրից հետո Նյու Ջերսիում արագ զարգացող անտառային հրդեհը ընդլայնվել է, պատճառելով ավելի քան 3000 տարհանման եւ սպառնալով ավելի քան 1300 կառույցների միաժամանակ փակելով նահանգի հարավային մասում գտնվող Garden State Parkway-ի մի մասը։ Հրդեհը բռնկվել է Օուշեն շրջանի Գրինվուդ անտառային վայրի բնության կառավարման տարածքում երեքշաբթի առավոտյան եւ հրդեհի 10%-ը մեկուսացվել է, հայտնել է Նյու Ջերսի անտառային հրդեհային ծառայությունը։ Հրդեհից տուժածներ չկան, սակայն Լեյսի Թաունշիփի արդյունաբերական պարկի մի քանի ձեռնարկություններ այրվել են։ Հրդեհը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Նյու Ջերսին գտնվում է երաշտի պաշտոնական նախազգուշացման ներքո։ Ձմեռվա ընթացքում միջինից ցածր տեղումներ, ասվում է նահանգի անցյալ ամիս հրապարակված լրատվական հաղորդագրությունում։ Եվ վերջում եղանակի մասին։ Ապրիլի 24-ի գիշերը 25-ից 27-ը գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ 23-ին եւ 25-ին առանձին վայրերում հորդառատ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ից 3-ը կնվազի 4-ից 5 աստիճանով, 24-ից 3-ը նույնքանով կբարձրանա։ Շնորհակալություն, ձեզ հետ էր Ալիս Մելիքսեթյանը։ Մաղթում եմ ձեզ խաղաղ գիշեր։